Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվող նորաստեղծ կուսակցությունը, որի առաջին գծում եղբորորդին Նարեկ Կարապետյանն է, ցանկություն եւ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է լինի որսորդ եւ դրսից, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պետք է հաջողած որս բերի Հայաստան։ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ենթադրում է, որ Նարեկ Կարապետյանը երևի նկատի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի առյուծ որսալու մեծ փորձը։ Վերջինս տարակուսանք հայտնեց նաև նշյալ նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ, ընդգծելով, որ նրանց մոտեցումները ավելի շատ ստվերային կառավարման մասին են հիշեցնում։ Նորաստեղծ կուսակցությունը ֆինանսավորվելու է մեկ մարդու կողմից, իսկ այդ կուսակցության վարչապետի թեկնածուն կատարելու է նույն այդ մարդու ցանկությունները, նշեց Հակոբյանը շարունակելով. Սա անընդունելի է, այսինքն տենց բանը պրակատով ինչ որ տենց վարչապետի թեկնածու են վերցնելու, բերեն դնեն վարչապետի թեկնածու, տակից կառավարի բիզնեսմեն է։ Մեկ դրամով վարչապետ աշխատելու, ժողովրդին ծառայելու, թոշակները մի քանի անգամ բարձրացնելու եւ նմանատիպ ականջ շոյղային հայտարարությունները պատգամավորը որակեց պոպուլիստական, նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյան, առավել եւս երկրի ղեկավարը ունենալով պատասխանատվության եւ պարտականությունների ահռելի շրջանակ, չի կարող չվարձատրվել եւ ֆինանսական սնուցում ստանալ ստվերից, թե իսկ այդ հայտարարությունների նպատակը մեկն է։ Այսօր քաղաքական դաշտում չկա իշխանություն ունենալու ձգտում ուժերի կողմից, կա ընդդիմադիր աթոռներ զբաղեցնելու ձգտում, որտեղ բոլորի համար ակնհայտ է, որ իշխանությունը հաջողել է, իր խոստումները կատարել է, ամենակարևորը այդ երանելի թվացող խաղաղությունը այսօր կա, 30 տարից ավել մենք երազել ենք ունենալ ապաշրջափակում, այսօր այն իրականություն է դառնում, ամեն ինչ ոնց որ ռելսերի վրա է դրվում եւ հասարակությունը տալու է այդ վստահության քվեն, եւս մի շրջան քաղաքացիական պայմանագրին։ Հասմիկ Հակոբյանը հակադարձեց նաեւ ընդդիմության, մասնավորապես Հայաստան Դաշինքի պատգամավորների այն քննադատություններին, թե ներկայ իշխանությունները վատ բանակցող են, թրիփ նախագծում տանուլ են տվել զիջելով երկրի ինքնիշխանությունը։ Մի մարդ է ասում բանակցությունների մասին գնահատական է տալիս, ում ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը բանակցել էր Հայաստանի սուվերեն տարածք մեղրին փոխանակելու մասին Ղարաբաղի հետ։ Պատգամավորն անդրադառնալով նաև հայ-ռուսական հարաբերություններին նկատեց, որ ռուսական շրջանակներից հնչող հայտարարությունները ուղիղ սպառնալիք են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ հայկական կողմը քայլեր է ձեռնարկել ռուսական իշխանությունների ուշադրությունը հրավիրելու դրանց վրա, որպեսզի այսպես ասած տարբեր տրամաչափի խոսափողները կարգի հրավիրվեն եւ չփորձեն հատել կարմիր գծերը։ Առանց այն էլ հակառուսական տրամադրություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում օբյեկտիվորեն կան, դրա պատճառները բոլորիս հայտնի է, վերջին տարիների դարձություններից ելնելով, եւ մենք ցանկություն չունենք, որ այդ տրամադրությունները խորանան, ընդհակառակը Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր կարևոր գործընկերն է, մեծ տարածաշրջանի երկիր է եւ մենք ցանկանում ենք, որ մեր բարիդրացիական հարաբերությունները շարունակական լինեն։ Դրա համար այդ անձանց պետք է զսպի Ռուսաստանի Դաշնության իշխանությունը, որովհետեւ անթույլատրելի է ինքնիշխան երկրի հետ նման բառապաշարով խոսել։